The Nobel Peace Prize for 2025 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը բաժին է ընկնում խաղաղության քաջ եւ նվիրյալ մարտիկին, մի կնոջ, որը շարունակում է վառ պահել ժողովրդավարության բոցը տարածվող մթության մեջ։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Մարիա Կորինա Մաչադոին։ Նախկին падգամավոր 58-ամյա արդյունաբերական ինժեներ Մարիա Կորինա Մաչադոն դարձավ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ պայքարի խորհրդանիշը։ Չնայած 15 տարով պետական պաշտոն զբաղեցնելու իշխանությունների սահմանած արգելքին, նա ճնշող մեծամասնությամբ հաղթեց ընդդիմության 2023 թվականի նախնական ընտրություններում, քաղաքացիներին մոբիլիզացնելով նոր Վենեսուելա կառուցելու հույսով։ Հենց հիմա մենք պետք է սկսենք կառուցել այն տունը, որը տեղափոխվելու են 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ 2024 թվականի հուլիսին կայացած ընտրություններից հետո, երբ ընտրական հանձնաժողովը հաղթող ճանաչեց Մադուրոյին 52% ձայներով, Մաչադոն ներկայացրեց բոլորովին այլ իրականություն, հիմնված ընդդիմության սեփական հաշվարկի վրա, 70% Էդմոնդո Գոնսալեսին, 30%-ը Մադուրոյին։ Այս հայտարարությանը հաջորդեցին զանգվածային բողոքի ակցիաներ եւ իշխանությունների կոշտ պատասխանը, ավելի քան 2000 մարդ ձերբակալվեց, իսկ Մաչադոյի եւ ընտրության առաջնորդներից Էդմոնդո Գոնսալեսի դեմ քրեական հետաքննություններ սկսվեցին։ Ձեզնից ոմանք մեկնաբանություններ էին արել իմ իրավիճակի մասին։ Կարծում եմ բոլորը հասկանում են այն։ Ես որոշել եմ մնալ Վենեսուելայում եւ պայքարի մեջ լինել այստեղից։ Այսօր, երբ Գոնսալեսը գտնվում է արտասահմանում, Մարիա Մաչադոն գիտակցելով բոլոր ռիսկերը շարունակում է պայքարել Վենեսուելայից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 338 թեկնածու։ Նորվեգական Նոբելյան կոմիտեն բաղկացած է 5 անհատներից, որոնց նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը եւ որոնք առաջադրվում են նորվեգական քաղաքական կուսակցություններից։ Մենք ստանում ենք բազմաթիվ առաջադրումներ, դրանք մաղում ենք, Նոբելյան կոմիտեին ներկայացնում ենք առաջադրումների երկար ցուցակը։ Նրանք առանձնացնում են կարճ ցուցակ, այնուհետև որպես կոմիտեի քարտուղար ես պատասխանատու եմ կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների վերաբերյալ փորձագիտական վերլուծություններ հայցելու համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից ի վեր այն մարդկանց, որոնք համապատասխանում են շվեդ արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի 1895 թվականի կտակում նշված նկարագրությանը։ Այնտեղ ասվում է, որ մրցանակը պետք է տրվի այն անձին, որն արել է ամենաշատը կամ լավագույնը նպաստելու ազգերի միջև բարեկամությանը, մշտական բանակների վերացմանը կամ կրճատմանը եւ խաղաղության կոնգրեսների հիմնադրմանն ու առաջխաղացմանը։ Առաջադրման իրավունք ունեցող մարդկանց երկու ամենամեծ կատեգորիաներն են նախ ակադեմիկոսները, ինչը նշանակում է բոլոր պրոֆեսորները եւ դոցենտները, նույնիսկ թոշակառու պրոֆեսորները։ Երկրորդ ամենամեծ կատեգորիայում են ազգային ժողովների եւ կառավարությունների բոլոր գործող անդամները աշխարհի ցանկացած կետում։ Նոբելի խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրներն էին Կարմիր խաչի հիմնադիր Անրի Դյունանը եւ Ֆրեդերիկ Պասին։ Տասնամյակների ընթացքում այն շնորհվել է այնպիսի խորհրդանշական դեմքերի, ինչպիսիք են Մարտին Լյութեր Կինգ Կրտսերը, Մայր Թերեզան եւ Նելսոն Մանդելան, գնահատելով նրանց աշխատանքը քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, հումանիտար օգնությանը եւ ապարտեիդի դեմ պայքարում։ Բարակ Օբաման մրցանակը ստացավ 2009 թվականին իր առաջին պաշտոնավարման ընթացքում միջազգային դիվանագիտությունն ամրապնդելու իր արտակարգ ջանքերի համար։ Այս որոշումը սակայն դարձել է Դոնալդ Թրամփի մշտական քննադատության թիրախը։ Նա պնդել է, որ Օբաման մրցանակը ստացել է ոչինչ չանելու համար, բացի երկիրը քայքայելուց։ Նախագահներից այս մրցանակին են արժանացել նաև Թեոդոր Ռուզվելտը, ռուս-ճապոնական պատերազմում միջնորդության, Վուդրո Վիլսոնը ազգերի լիգայի ստեղծման գաղափարի եւ Ջիմի Քարտերը իր հետ նախագահական շրջանում խաղաղարար գործունեության համար։ Վերջին տարիներին կոմիտեն կրկին կենտրոնացել է իրավապաշտպանների եւ զինաթափման կողմնակիցների վրա, ինչպես օրինակ 2024 թվականի դափնեկիր Նիհոն Հիդանկյոն, հանուն միջուկային զենքից զերծ աշխարհի պայքարի համար։ Նոբելյան կոմիտեի այս տարվա ընտրությունը հատկապես ուշագրավ է Դոնալդ Թրամփի բազմակի հայտարարությունների ֆոնին, թե հենց ինքն է արժանի մրցանակին, իրեն վերագրելով 7 պատերազմ կանգնեցնելը։ Հազարավոր երիտասարդներ մահանում են ամեն շաբաթ։ Եթե ես կարող եմ փրկել նրանց, կիրառելով պատժամիջոցներ, կամ պարզապես ինքս իմ միջոցով, կամ օգտագործելով շատ ուժեղ սակագնային համակարգ, որը շատ ծախսատար է Ռուսաստանի, կամ Ուկրաինայի, կամ ում հետ ունենք հակասություններ, դե դուք գիտեք, բայց ես 7 պատերազմ եմ դադարեցրել, եւ այդ պատերազմներից 3-ը տևել են ավելի քան 30 տարի։
Այնուամենայնիվ Նոբելյան փորձագետները նախապես ասել էին, որ Թրամփի հնարավորությունները փոքր են։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ այժմ Նոբելի ամենահեղինակավոր ու բաղձալի մրցանակին չարժանանալուց հետո կարևորն այն չէ, թե ինչ կհայտարարի Թրամփը, այլ այն, թե ինչ քայլերի կանցնի, հաշվի առնելով խաղաղության հաղթական պատերազմներով պաշտպանելու նրա վերջին ակնարկները։ Համենայն դեպս Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահը կշարունակի համաձայնագրեր կնքել, դադարեցնել պատերազմները եւ փրկել կյանքեր։ Աննա Հարությունյան, Reopen Media։